Ավարտենք, հետո հարցեր կտակ, սիրելի հայրենակիցներ, շատ կարճ մի քանի դիտարկում, առավոտվանից մենք տեսնում ենք, որ առավոտվանից մենք արձանագրում ենք, դուք արձանագրում եք սիրելի գործընկերներ, սիրելի լրագրողներ, որ ԿՊ-ական պաշտոնյաները ընտրատեղամասերի մոտից չեն հեռանում, ակնհայտորեն ուղղորդում են քաղաքացիներին, ակնհայտորեն փորձում են կուտակումներով, հոգեբանական ճնշում գործադրել մեր քաղաքացիների վրա։ Ես մի առաջարկություն ունեմ մեր հայրենակիցներին։ Դուք կարող եք չվիճել անգամ նրանց հետ, դուք կարող եք անգամ չընդդիմանալ նրանց, բայց մի բան հիշեք։ Դուք քվեախցիկում մենակ եք, որևէ մեկը քվեախցիկում չի կարող վերահսկել ձեր քվեարկությունը, այդտեղ չկա ոչ ոստիկան, ոչ տեսախցիկ, որևէ բան այդտեղ չի կարող ձեզ վերահսկել, որևէ իրավիճակում, որևէ մեկին դուք հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտություն չունեք, խնդրում եմ հիշեք դա։ Կա նաև տեղեկատվություն, որ ընտրողներին ստիպում են, այն ընտրողներին, որոնց նաև բերում են ընտրատեղամաս, ստիպում են, որ իրենց հետ դուրս հանեն մնացած քվեաթերթիկները։ Սիրելի հայրենակիցներ, քվեախցիկում կա բազմաթիվ քվեաթերթիկներ, եւ դուք կարող եք այդ պակասը, ճակերտավոր պակասը ըստ էության լրացնել, սա փոքրիկ հուշում մեր քաղաքացիներին, բոլոր տարբերակները կան, որ դուք ընտրեք նրան, ում դուք ցանկանում եք։ Դուք պետք է մասնակցեք եւ շատ ոգևորիչ է կարծում եմ նաեւ մեր գործընկերների համար մասնակցության են բարձր ցուցանիշը, որ մենք արձանագրում ենք, դուք պետք է մասնակցեք, դուք պետք է ընտրեք, որ ձեր փոխարեն չորոշեն եւ ձեր փոխարեն չվճռեն ձեր եւ ձեր երեխաների ապագան։ Սրանք կարևոր արձանագրումներ են։ Ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները սա իրենց համար ֆիքսեն։ Պարոն Խաչատրյան, եթե ավելացնելու բան եք ավելացրեք եւ այնուհետեւ կպատասխանենք։ Եկեք անցնենք հարցերին։ Խնդրեմ։ Տեսեք, առավոտից բազմաթիվ ընտրախախտումներ են տեղի ունենում, չնայած նրան, որ իշխող թիմը հայտարարում է, որ իրենք կապ չունեն ընտրախախտումների հետ, բայց ակնհայտ տեսնում ենք նաև այն, որ ընտրախախտումները ըստ տեսանյութերի հրապարակված տեղի են ունենում ԿՊ-ի, այսպես ասած, դիտորդների կողմից։ Հիմա ինչ ենք հասկանում, ինչ է ստացվում եւ ոչ միայն ուղղորդված ընտրությունների են գնում, մյուս կողմից մարդկանց են ահաբեկում, տեսնում ենք նաև, որ պաշտոնյաներն են հսկում այդ ընտրատեղամասերը իրենց տարածքային եւ ոչ միայն։ Եթե այսպես շարունակվի, արդյոք չկա մտավախություն, որ ԿՊ-ն կարող է դուրս վերարտադրվել։ Տեսեք, ընտրությունների այս ծավալի մասնակցությունը վկայում է, որ ԿՊ-ի վերարտադրության շանսերը մոտենում են 0-ին։ Մենք բոլորը արձանագրում ենք, բոլորը գնահատում ենք, վերջում այդ եզրակացությունը անելու ենք, որ այս ծավալի ընտրախախտումները որքան ազդեցություն են ունեցել ընտրությունների բուն արդյունքների վրա։ Ձեզ վստահեցնում եմ, կարող ենք հիմա տեղափոխվել են սենյակներում էլ կտեսնեք, բոլոր տեղամասերում մեծ թիմ է աշխատում, նաև տեղերում այս ամեն ինչը արձանագրելու։ Այս ընթացքում մենք նաև դրա ծավալը պետք է գնահատենք, որ վերջնական եզրակացության գանք, բայց ի